Անդրադառնանք տարածված միֆերին եւ բարձենք իրականությունը, բոլորն ունեն հելիկոբակտեր, թե սա միֆ է։ Սա միֆ է, բոլորը չէ, որ ունեն հելիկոբակտեր, բայց այն տարածված է բավականին լայն եւ գրեթե ամեն երկրորդը ունի հելիկոբակտերիա։ Եթե ցավ չունես, ուրեմն խնդիր էլ չունես, ճիշտ է։ Միֆ է։ Եթե ցավ չունես, դեռ չի նշանակում, որ խնդիր չունես, ինչպես նշեցինք, հելիկոբակտերիան կարող է երկար ժամանակ ապրել սամոքսիլորձաթաղանթում, առաջացնել քրոնիկ բորբոքում, նույնիսկ առանց ախտանիշների։ Ժողովրդական միջոցներով կարելի է բուժել, աշխատում է։ Ոչ, բացարձակ միֆ է, հելիկոբակտերիայի բուժման միակ մեթոդը դա էրադիկացիոն թերապիան է անտիբիոտիկներով։ Ինչու պետք է բուժել հելիկոբակտերը, ոչ թե անտեսել։ Պետք է բուժել հելիկոբակտերը նախ, որպեսզի այն հարաճուն գաստրիտի չվերածվի, ատրոֆիայի եւ ամենակարևորը հելիկոբակտերիան բուժելով կանխարգելում ենք ստամոքսի քաղցկեղը։